Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն փետրվարի 7-ն է եւ ես նախապես հուշացրել եի, որ այս շաբաթ մենք մի փոքր այլ ռեժիմով ենք աշխատելու, դրա համար երեկ էլ չստացվեց պատրաստել հաղորդում, ահա այսօր ենք անելու։ Այս ռեժիմը կարծում եմ կշարունակվի մինչև երկուշաբթի, երեքշաբթի օրը, հետո արդեն բնականon տնով պետք է որ կարողանանք շարունակել մեր աշխատանքը։ Դրա համար երկու օրվա կարևոր իրադարձություններն ենք միանգամից քննարկելու այսօրվա մեր հաղորդման ընթացքում, բայց բավականին հետաքրքիր է լինելու, քանի որ ամեն ինչ քաղաքականության մեջ իրար հետ կապված է, եւ եթե մենք բաց ենք թողնում մեկ կարևոր էջ, նույնիսկ մեկ օր, կարող ենք սպասել շատ բան։ Այսինքն իրադարձությունների կարևոր շղթան, որը որ կապում է միմյանց հետ քաղաքականությունը եւ մեզ համար ավելի հասկանալի եւ պարզ է դառնում, իմ պատկերացմամբ չի կարելի բաց թողնել, հակառակ պարագայում, եթե մենք բաց թողնենք, փոքր ավելի բարդ կլինի մեզ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում քաղաքականության մեջ մեր շուրջ։ Սկսենք նրանից, որ երեք արդեն հայտնի դարձավ ազգային ժողովի հերթական ընտրությունների օրը Հայաստանի Հանրապետությունում կայանալիք, եւ դա հունիսի 7-ն է, հաստատող արդեն ստորագրել է նախագահ Վահագն Խաչատրյանը, բավականին քիչ ժամանակ է մնում խորհրդարանական ընտրություններին Հայաստանում եւ հիմա շատ արագ կսկսեն ծավալվել իրադարձությունները Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։ Դրա համար չափազանց զգոն է պետք լինել։ Այս հարցերին բնականաբար մենք ապագայում կանդրադառնանք, բայց հիմա առաջարկում եմ անցնել ուրիշ կարևոր հարցերին եւ ամենակարևոր հարցերից մեկը երեք Վահան Կոստանյանի հարցազրույցներ փոխարտգործնախարար Պետրոս Ղազարյանին, որից որ միանգամից բազմաթիվ մի քանի կարևոր հարցեր են մեզ համար պարզ դառնում։ Փաստացի նա հաստատեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը կկայանա Հայաստան։ Չնայած դրանից առաջ նաև Եվրոնյուզն էր հաղորդել, որ այն տեղի կունենա երկուշաբթի, բայց Կոստանյանը չի խոսել կոնկրետ օրվա մասին, ուղղակի հաստատել է, որ այդ այցը տեղի կունենա։ Եվ ամենակարևորը այն է, որ մենք արդեն պարզ հասկանում ենք, թե ինչ սպասել այդ այցից, տվյալ հարցազրույցից, ճիշտ է ամեն փակագից չի բացվել, բազմաթիվ դեռ հարցեր կան, բայց մենք փորձել ենք հասկանալ եւ ցես հետ միասին նույնպես կփորձենք պարզել, թե ինչ է սպասվում այդ այցի ժամանակ Հայաստան։ Եվ հիմնականը փոխարտգործնախարարի խոսքերով դա այն է, որ Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև խորացվելու է ռազմավարական հարաբերությունները, այդ փաստաթուղթ ավելի հարստացվելու, նոր կետերին ավելացվելու ու ավելի հասկանալի է դառնալու, թե ինչ ոլորտների ուղղվելու այդ ռազմավարական հարաբերությունները, այսինքն ինչ կարելի է ստանալ այդ ռազմավարական հարաբերություններից։ Փաստացի պարզ է դառնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին հետաքրքրում են հազվագյուտ մետաղները Հայաստանում, կարծում եմ ոչ միայն պղինձը եւ վոլֆրամը, այլ նաեւ Հայաստանի Հանրապետությունը հրավիրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնագետների են հրավիրելու այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո, որպեսզի ուսումնասիրեն, թե ինչ հազվագյուտ մետաղներ կան Հայաստանում։ Սակայն կարծում եմ, որ դա ամենակարևոր հարցը չէ, չնայած որ շատ կարևոր է։ Իրականում ամենամեծ կարևորության հարցը դա ատոմային խաղաղ էներգիային է վերաբերվում, մոդուլային ատոմակայանների շինարարության հարցին եւ այստեղ մի փոքր դիվանագիտական հայտարարություններով Կոստանյանը հասկացնում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին է տրվելու այդ ծրագրում առաջնությունը, բայց ասում է, որ ուղղակի մեզ հիմա պետք է այդպիսի փաստաթուղթ ունենալ, որ եթե վաղը իրոք որոշում կայացվի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են կառուցելու մոդուլային ատոմակայանները, մենք արդեն ունենանք պատրաստի փաստաթուղթ եւ ժամանակ չծախսենք փաստաթուղթ ունենալու։ Սա նշանակում է այն, որ ամենայն հավանականությամբ որոշում արդեն կայացվել է եւ այդ մոդուլային ատոմային կայանները կառուցելու է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ու սա շատ կարևոր տեղեկություն է Հայաստանի համար, հատկապես էներգետիկ անվտանգության առումով։ Դրանից բացի նա հաստատում է, որ կարևոր
փաստաթղթերի շարքում եւ քննարկումների շարքում լինելու է նաեւ անվտանգությանը վերաբերող հարց։ Տեսնենք, ես հույս ունեմ, որ անվտանգությանը վերաբերող փաստաթուղթ եւս կստորագրվի Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ։ Չեմ կարող ասել որքան խորը, որքան լուրջ, բայց որ այդպիսի հարց եւս կա օրակարգում, բնականաբար չափազանց կարևոր է։ Անվտանգության հարցը, անվտանգության վերաբերող յուրաքանչյուր հարց Հայաստանի Հանրապետության համար կարելի ասել առաջնային կարևորություն ունի։ Դրանից բացի բարձր տեխնոլոգիաների հարցը, կիսահաղորդիչների հարցը նույնպես օրակարգում է եւ Հայաստան այն երկրների շարքում է, որը որ կստանա կարևոր տեխնոլոգիաներ, կիսահաղորդիչներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Այն ինչ խոսել ենք մենք ձեզ հետ միասին բազմաթիվ հաղորդումների ընթացքում, խոսքը ոչ միայն կարծում եմ կիսահաղորդիչների մասին է, այլ նաև այլ տեխնոլոգիաների մասին, նման տեխնոլոգիաների մասին, որոնք որ տրվելու են Հայաստանի Հանրապետության Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որոնք որ չունեն շատ երկրներ, այսինքն ունեն միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների կարևոր դաշնակից երկրները։ Եվ փաստացի այդ ոլորտներում քննարկումները եւ փաստաթղթերի ստորագրումները կնշանակեն մեկ բան, որ Հայաստան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական այն փաստաթուղթը, որը որ ստորագրվեց անցյալ տարվա սկիզբ, դեռ Բայդենի վարչակազմի օրոք արդեն նոր բազմաթիվ կարևոր գործնական ուղղություններ է ստանում։ Գործնական շատ հստակ ուղղություններ է ստանում եւ այստեղից կարելի է ընդհանրապես փաստել, որ Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները համագործակցելու են։ Նախ բեռնափոխադրումների հարցը ամենակարևորն է, TRIP-ը, երկրորդը բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականություն, կիսահաղորդիչներ, ատոմային խաղաղ էներգիա, փոքրիկ ատոմային մոդուլային այդ կայանները, դրանից բացի անվտանգություն, ինչը մեզ համար չափազանց կարևոր է եւ դրանից բացի նաեւ Կոստանյանը հստակ ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը մտնում է այն երկրների շարքը եւ ոչ շատ երկրների շարքը, որոնք որ նոր ձևի, նորագույն ձևով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ փաստաթղթեր են կնքում։ Մենք գիտենք, որ Թրամփը սիրում է լուրջ փոփոխություններ, մեծ փոփոխություններ են տեղի ունենում, նոր փաստաթղթեր են կնքվում տարբեր երկրների հետ եւ այդ թվում նաեւ Հայաստանի հետ եւ Հայաստանը այստեղ շատ կարևոր նոր նշանակություն է ձեռք բերել Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Հիմա ով ինչ ուզում է թող ասի, կան մարդիկ ասում են Թրամփը գիժ է, անլուրջ է, ինձ չի հետաքրքրում այդ ամենը, անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է այն, որ կոնկրետ մենք գործնական եւ շատ դրական աշխատանքներ ենք տեսնում Թրամփի վարչակազմի կողմից եւ միայն կույր պետք է լինես, որ այդ ամենը չտեսնես, կամ ուղղակի պետք է ոչ օբյեկտիվ գնահատականներ տաս, փորձելով առաջ քշել քո էշը կներկար հայտությանս համար։ Իսկ մարդիկ ցավոք սրտի շատ կան։ Իսկ ես տեսնում եմ, որ Թրամփի քաղաքականությունը եւ Թրամփի վարչակազմը իրոք շատ օգտակար է Հայաստանի Հանրապետության համար։ Հիմնականում սա է Կոստանյանի հարցազրույցի հիմնական այդ էությունը եւ այդտեղից մենք կարծում եմ արդեն պարզ հասկացանք, թե ինչ այց է նախատեսվում, չնայած սպասում եմ նաեւ հետաքրքիր եւ կարեւոր սուրպրիզներ նույնպես լավ իմաստով, բնականաբար ոչ վատ իմաստով։ Հիմա մի քանի խոսքով անդրադառնանք Լավրով Ալեն Սիմոնյան հայտարարություններին, Մատվիենկո Ալեն Սիմոնյան հայտարարություններին, չափազանց կարևոր հետաքրքիր հանդիպումներ եւ հայտարարություններ, այսինքն հայտարարությունները հնչել են հանդիպումների ժամանակ եւ դրանք մեզ ավելի ամբողջական են մեզ համար պատկերը դարձնում։ Միանգամից ասեմ, որ Ռուսաստանի Դաշնության այդ պաշտոնյաների հռետորաբանությունը կարծես փոխվել էր այդ հանդիպումների ժամանակ, դրական իմաստով փոփոխության մասին է խոսքը, այն սպառնալից հայտարարությունները այդքան էլ չտեսանք, չնայած հարաբերությունների հստակ ճշգրտման փորձ տեսանք։ Լավրովը պնդում էր իրենը, Ալեն Սիմոնյանը ասում էր, թե ինչ խնդիրներ կան, եւ հիմնական թեման եղել է այն, որ Ռուսաստանի Դաշնությունը եւ Հայաստանի Հանրապետությունը ճիշտ է
դիտարկվում են որպես դաշնակիցներ, բայց ունեն բավականին լուրջ խնդիրներ եւ տարաձայնություններ։ Լավրովը ասում է, որ մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերաբար հնչող հայտարարություններ Հայաստանի դեմ Հյուսիսից նախապատրաստվող ինչ որ միֆական հարձակումների հապկի կողմից գոյություն ունեցող սպառնալիքների մասին։ Երևի մեր հաղորդումը շատ են նայել, իմ մոտ էլ տվյալ տպավորությունը ստեղծվել է, ոչ միայն երևի մերը։ Մենք ասում ենք, որ հա, հստակ հապկից ցավոք կարող են առաջանալ սպառնալիքներ։ Մենք բացահայտում ենք այդ խնդիրը, եւ եթե Լավրովը այսօր խոսում է այդ մասին, դա նշանակում է այն, որ սկսել է աշխատել մեր ճիշտ մոտեցումը եւ այն դրական արդյունքներ է տալիս։ Լավրովը հերքում է, որ հապկից սպառնալիք կա Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Դա կարևոր ձեռքբերում է, բայց սա պետք է շարունակել, որպեսզի միշտ նրանք խոսեն, չնայած նաև Ուկրաինայի մասով ասում են, որ ներխոժում տեղի չունենա, Ամերիկայի Միացյալ Նահանգները սուտ են ասում, Եվրոպան սուտ է ասում, ոչ մի ներխոժում չի ծրագրվում Ուկրաինա, եւ մենք տեսանք, թե ինչպես այդ ամենը տեղի ունեցավ։ Բայց այնուամենայնիվ, որ այսպիսի հայտարարություններ արդեն Լավրովը անում է, դա շատ դրական է։ Ես կարծում եմ, որ պետք է ավելի լուրջ երաշխիքներ փորձենք ստանալ Ռուսաստանի Դաշնությունից, որ նրանք չեն միջամտում Հայաստանի ներքին գործերին, ընտրությունները դեմն են։ Ճիշտ է, ես չեմ հավատում այդ երաշխիքներին, բայց այնուամենայնիվ աշխատանք շատ լուրջ է պետք անել այս ուղղությամբ եւ դա է ամենակարևորը հայ-ռուսական հարաբերությունների մեջ։ Եթե ռուսները իրոք ուզում են, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև նորմալ հարաբերություններ լինեն, դրանք չսրվեն, ապա պետք է վերջ տրվի այդ հիբրիդային պատերազմը, պետք է իրոք վերջ տրվի, ես կարծում եմ, որ դրանից հետո բազմաթիվ նոր համագործակցության եզրեր կգտնվեն։ Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը պետք է համոզվի, որ Ռուսաստանի Դաշնությունը փոխել է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Դրանում պետք է շատ պարզ եւ հստակ համոզվի։ Երկար ժամանակ կպահանջվի Ռուսաստանի կողմից, բայց ես կարծում եմ, որ շատ խելացի եւ տրամաբանական կլինի, որ Ռուսաստանի Դաշնությունը հենց այս ուղիով ընթանա, քանի որ իր մնացած բոլոր փորձերը թե Վրաստանում, թե Մոլդովայում, թե Ուկրաինայում տեսել ենք ինչի են հանգեցրել։ Հայաստանի մասով չեմ ուզում, որ նույնը լինի եւ նույնքան լուրջ խնդիրներ ունենան հայ-ռուսական հարաբերությունները, ինչպես որ օրինակ ունեն Մոլդովայի հետ, Ուկրաինայի, Վրաստանի, ոչ մեկի հետ չեմ ուզում համեմատել։ Մեր մոտ ամեն ինչ այլ կերպ է ստացվելու եւ մենք փորձելու ենք դա բացատրել ռուսներին եւ կարծում եմ դա փորձում էր բացատրել նաեւ Ալեն Սիմոնյանը, չնայած Լավրովը պնդում էր, որ Եվրամիության անդամակցությունը համատեղելի չէ ԵԱՏՄ-ի հետ, բայց նույն ժամանակ իրենք հարգելու են Հայաստանի ընտրությունը, ճիշտ է, այս հայտարարությունն էլ չեմ հավատում այս հայտարարություններին, բայց այդպիսի հայտարարություններ էլ է անում Լավրովը, բայց այս հայտարարությունը արդեն նման է այն հայտարարություններին, որոնք որ հնչեցրել են Օվերչուկները եւ մնացածները, նույն Լավրովն էլ, նույն Զախարովան կամ Սոլովյովը, Դուգինը, այսինքն նման են շատ։ Էության փոքր ավելի մեղմ է փորձում արտահայտվել այս դիվանագետը, ճիշտ է, մեկ-մեկ շատ սուր է արտահայտվում, շատ գեղեցիկ արտահայտություններ է անում, բայց այստեղ դիվանագիտական ձևով ասում է, որ ձեր ներքին գործն է, բայց դա լավ չի լինի։ Հասկանում եմ, ինչ են ուզում ասել եւ կրկին այս ամենից դուրս է գալիս, որ մենք ճիշտ էինք։ Մենք ճիշտ էինք, քանի որ դրանից հետո շատ արագ նաեւ Ռուսաստանի դեսպանը Հայաստանում ասում է, որ Հայաստանի մոտեցումը, մերձեցումը, ավելի ճիշտ, Եվրամիության հետ իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ հայ-ռուսական հարաբերությունների համար։ Իսկ ինչ է ասում Ալեն Սիմոնյանը Լավրովին։ Նա ասում է, որ մենք հետաքրքրված ենք Ռուսաստանի հետ կապերով։ Հայաստանը դեռ հարցեր ունի հապկի վերաբերյալ։ Ճիշտ է անում, որ ասում է Ալեն Սիմոնյանը սա։ Արդեն ես նշեցի, հապկի հետ նախկինում հարցեր էլ կան, բայց ներկայումս էլ հարցեր կան եւ դրանք կարող են առաջանալ։ Ու Ալեն Սիմոնյանը փաստացի ասում է, որ կան հարցեր, որոնց պատասխանները դեռ չենք ստացել եւ դրանք բազմիցս բարձրաձայնել են։ Չեք ստացել, չեք էլ ստանա, ես կարծում եմ, որ պարոն Ալեն Սիմոնյան եւ դուք էլ շատ լավ գիտեք, որ դժվար է ստանալ այդ հարցերի պատասխանը։
Եվ շարունակելով թեման, Ալեն Սիմոնյանը ասում է, որ Հայաստանը չի փորձում որևէ բան անել Ռուսաստանի Դաշնության դեմ, ու ինքը ասում է, թե չի ցանկանում, որ Ռուսաստանում նման ընկալումներ լինեն։ Բայց այստեղ շատ կարևոր է մեկ բան նշել, որ Հայաստանում այդ 5-րդ շարասյուն կոչվածը իրենք էլ ամեն ինչ անում են, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները վատանան, օրեցօր վատթարանան, տարբեր հայտարարություններով, քաղաքական սուտ տեղեկություններով, այսինքն հատուկ ֆոն են ստեղծում, որով որ ավելի մեծ վնաս են հասցնում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին։ Ես կարծում եմ դրա մասին էլ պետք է որ խոսել սկսեն Հայաստանի իշխանությունները, որպեսզի ամեն ինչ ավելի ճիշտ լինի, այնպես չէ որ Ռուսաստանի Դաշնությունը ճիշտ է անում, երբ որ լսում է ամեն հարցում այդ անդիմադիր կոչվածներին, ճիշտ է հիմնականում հարահանգները գալիս են Ռուսաստանից եւ այստեղից շատ ավելի քիչ բան է գնում դեպի Ռուսաստան, բայց ինչ որ գնում է, դա ավելի է վատթարացնում իրավիճակը եւ հայ-ռուսական հարաբերությունները։ Դրա համար այդ կապերը փոքր պետք է նվազեն Հայաստանի այդ անդիմադիր կոչվածների եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ։ Իրենք էլ պետք է հասկանան, որ ավելի շատ ուղիղ պետք է շփվեն կոնկրետ Հայաստանի իշխանությունների հետ եւ պետք է վերջնան կամաց իրենց այդ քաղաքականությանը։ Հենց բացի նախագահ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է նաեւ Վալենտինա Մատվիենկոյի հետ, ի թիվս այլ հարցերի կողմները անդրադարձել են դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների իրականացման հայ վարորդների հետ կապված խնդիրներին, գիտեք այդ հարցը, նաեւ այս հայցի ընթացքում խոսվել էր այն մասին, այսինքն ռուսական կողմն է բարձրաձայնում այն հարցը, թե պետք է ստորագրվի փաստաթուղթ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ կոնկրետ տրանսպորտային ոլորտին ուղղված ճանապարհների մասով մոտավորապես հասկանում ենք, թե ինչ է ցանկանում Ռուսաստանի Դաշնությունը, երևի թրիփի նման ինչ որ մի փաստաթուղթ, որը որ կստորագրվի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ։ Դա է իմ պատկերացումը։ Եվ Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ եւս Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ Հայաստանը վարում է սուվերեն եւ նույն ժամանակ շատ բալանսավորված քաղաքականություն եւ չի աշխատելու իր գործընկերների դեմ։ Նա նաեւ անդրադարձել է հայ առաքելական եկեղեցուն, ասելով, որ որևիցե ճնշում հայ առաքելական եկեղեցու վրա չկա, քաղաքական ձերբակալություններ չկան, ամեն ինչ օրենքների սահմաններում է եւ Հայաստանի ներքին այդ սուվերեն հարցն է, թե ինչի համար են հանցագործները ձերբակալում, այսինքն այն անձինք, որոնք որ հանցանք են գործել Հայաստանի օրենքներին համապատասխան։ Կարծում եմ իմաստ չունի նաեւ անդրադառնալ այն ցույցերին, որոնք որ կազմակերպվել էին Ռուսաստանում հայ համայնքի անունից, այդտեղ եւս հստակ երևում է Ռուսաստանի իշխանությունների աշխատանքը։ Մենք գիտենք, որ Ռուսաստանի Դաշնությունում որևիցե ցույց չի տեղի ունենում եւ չի կարող տեղի ունենալ, բայց ահա տեսնում եք, հայ համայնքը կարող է փողոքի ցույցեր իրականացնել եւ մեզ համար բաց պարզ է դառնում, որ այդ ամենը կազմակերպել են Ռուսաստանի իշխանությունները ցավոք սերտի։ Այսինքն չեն վերանայում իրենց քաղաքականությունը, չեն վերանայում, հետո էլ բողոքում են, թե ինչի այսպես եղավ։ Ես կարծում եմ, որ ժամանակն է հասել, որ իրենք վերանայեն իրենց քաղաքականությունը եւ այսօրվա իմ ուղերձը եւ կոչը հենց դա է, կոնկրետ, հենց դա է նրանց, քանի որ համոզված են, որ լավ էլ լսում են, թե մենք ինչ ենք ասում այստեղից։ Հիմա անցնենք մնացած հարցերի քննարկմանը, նաեւ բաց էինք թողել այն, այսինքն չէինք հասցրել քննարկել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից կարևոր պատվիրակություն է այցելել Հայաստան, այս մասին տեղեկացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը, եւ սա վերաբերվում է կոնկրետ արդեն TRIP ծրագրին, հատուկ ինժեներներ եւ մասնագետներ են այցելել Հայաստան, որպեսզի ուսումնասիրեն թե որտեղով եւ ինչպես է անցնելու TRIP ծրագիրը։ Այսինքն այստեղ եւս մենք արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից գործնական քայլեր ենք տեսնում։ Թրամփն էլ է անդրադարձել կրկին Հայաստանին եւ Ադրբեջանին, շատ հաճախ է անդրադառնում, ուղղակի թե միշտ փորձում եմ նաեւ խոսել այդ անդրադարձների մասին, քանի որ դա եւս կարեւոր եմ համարում։ Նա ասում է, որ Ալիևը եւ Փաշինյանը շատ լավ առաջնորդներ են եւ նրանք շատ երկար տարիներ միմյանց հետ պայքարել են, միմյանց հետ պայքարել են եւ մենք շատ արագ կարգավորեցինք այդ
պատերազմը։ Մեզ համար կարևորը այն է, որ Թրամփը շատ հաճախ հիշում է, որ ինքն է կարգավորել այդ խնդիրը։ Դա նոր հնարավորություններ է տալիս հարավային Կովկասի երկրներին։ Իսկ թե ինչ է կատարվում հիմա աշխարհում, երկու խոսքով ասեմ, Ուկրաինայի շուրջ իրավիճակը բարդ է, բայց բանակցությունները շարունակվում են Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, նույնիսկ խոսք այն մասին, որ կարող է մարտին արդեն հնարավորություն դառնա պատերազմը կանգնեցնել։ Ռուսական կողմն էլ է խոսում այն մասին, որ 1 ամիս ու կես հնարավոր է պահանջի, որպեսզի պատերազմը դադարեցվի։ Ոչինչ չեմ կարող ասել ամենայն անկեղծությամբ, ինչ կլինի այդ ուղղությամբ ռուս-ուկրաինական պատերազմի հետ, շատ բարդ է հիմա այս պահին կանխատեսում անելը, քանի որ տեղեկությունները քիչ են, բայց կարծես թե պատերազմը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Հակառակ պարագայում Ռուսաստանը կարող է ունենալ շատ լուրջ մեծ տնտեսական խնդիրներ եւ հիմա շատերն են դրա մասին խոսում։ Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Ռուսաստանը չի կարող արդեն նավթ վաճառել մեծ խոշոր երկրների, մեծ կորուստներ ունի։ Այդ առումով Հնդկաստանն էլ է հրաժարվել։ Մենք իհարկե չենք անդրադարձել Սի Ձինպինի, Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցին, ես կարծում եմ, որ այդտեղից էլ շատ բան պարզ է դառնում։ Մեծ փոփոխություններ են աշխարհում, մեծ փոփոխություններ, հիմնական թեման Իրանն է եւ Թրամփը ուղարկել էր, գիտեք, Վիթկոֆին եւ Քուշներին Օման, որպեսզի բանակցություններ անցկացնեն Իրանի հետ։ Բանակցությունները մեծ հաշվով կարծես թե չեն տվել արդյունք։ Իրանը հրաժարվում է, որպեսզի չհարստացնի Իրան, այսինքն հրաժարվում է հրաժարվել Իրանի հարստացումից եւ սա փակուղի է մտցնում բանակցությունները։ Այսինքն իրանցիները նախ ասեն, որ մենք մեր հրթիռների մասով ընդհանրապես չենք բանակցում կամ մեր պրոքսի ազդեցության մասով, ասում էին միայն ատոմային ծրագրի շուրջ ենք բանակցելու, հրավիրել էին ամերիկացիներին Օման տետ-ա-տետ ուղիղ բանակցությունների, հիմա էլ պարզվում է, որ այդ ատոմային էներգիայի շուրջ էլ կամ ատոմային ծրագրի շուրջ էլ Իրանը այլ մոտեցումներ ունի, ասում է, որ չէ, մենք ուրանը հարստացնելու ենք, մենք չենք հրաժարվում այդ ծրագրից։ Բայց քանի որ մամուլում տարածվեցին այդպիսի տեղեկություններ, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին փորձեց մեղմել իրավիճակը, ասելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանը հասկանում են միմյանց դիրքորոշումները եւ այդ բանակցությունները դեռ կշարունակվեն։ Այսինքն բանակցությունները ըստ Իրանի արտգործնախարարի չեն ավարտվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է ավելացնել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, օրեցօր այն միայնումայն ավելանում եւ ամրապնդվում է եւ տեսնենք թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Այսօրվա համար այսքան, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, հանդիպենք։